Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության եթերում լուրերի թողարկումն է, այսօրվա թեմաներն են։ Ընդդիմադիր պատգամավորները պայքարում են խորհրդարանական հանձնաժողովների նախագահի աթոռի համար։ Ինչը փոխելու բանակում նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ Ընդդիմադիրներ Թևանյանի, Չալաբյանի և Մանուկյանի գործերը հասան դատարան։ Թրամփը հիմա էլ սպառնում է Միացյալ Նահանգների տարածք դարձնել Հորմուզի նեղուցը։ Ինչու է 1 տարի անտեսված մնացել ծանր հիվանդը։ Երրորդ շաբաթն է, խորհրդարանը դեռ ձևավորվում է, անգամ կուլիսային պայմանավորվածությունը չի արագացրել հանձնաժողովների նախագահների ընտրությունը։ Թեկնածուները ստանում են բազմաթիվ հարցեր։ Այսօր հերթը ընդդիմությանն էր, որին բաժին հասած ևս 2 հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրումները բորբոքեցին կրքեր։ Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի դաշինքները ցանկանում են ղեկավարել մարդու իրավունքների պաշտպանության և եվրոպական ինտեգրման հանձնաժողովները։ Սիրելի հայրենակիցներ և գործընկերներ, Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմադիր Հայաստան խմբակցությունից Լիլիթ Գալստյանի թեկնածության քննարկումների ժամանակ իրավիճակն ազգային ժողովում լարվեց, երբ իշխանական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը ահաբեկչության փորձի համար մեղադրվող Բագրատ arczepiskopos Գալստանյանին համեմատեց ահաբեկչության մեջ մեղադրվող Ալ-Ղաիդայի առաջնորդ Ուսամա Բեն Լադենի հետ։ Գալստյանն իր ելույթում հոգևորականին ու այս գործով անցնող մյուս 17-ին մեջբերեմ անմեղներ էր անվանել, նրանց մեղադրանքը քաղաքական հակառակորդներին լռեցնելու քայլ, իսկ նրանց մասնակցությամբ ձայնագրությունները մոնտաժված և մոլորեցնող։ Անթույլատրելի եմ համարում Բագրատ arczepiskopos Սրբազանի կոնտեքստում Ուսամա Բեն Լադենի այս երկուսի համեմատությունը ես կարծում եմ բացարձակապես կոռեկտ չի եւ դուք նաեւ վիրավորում եք ինձ որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հավատացյալի։ Ես առանձնապես մեծ տարբերություն չեմ տեսնում այդ երկու անձանց մեջ ու իմ նաեւ որպես քրիստոնյա հայ կրոնական զգացմունքները վիրավորվում են նրանով, երբ որ հայ առաքելական եկեղեցու սպասավորը իրան պահում է մոջահեդի պես, քիչ ամնում մի հատ էլ ջիհադիստի ժիլետ հագնի։ Տեղից հակադարձողը դաշնակցական Գեղամ Մանուկյանն էր։ Իշխանություն ընդդիմություն հակադարձումները շարունակվեցին, երբ թեման կրկին բացեց Հայաստան խմբակցությունից Լևոն Քոչարյանը։ Աբսուրդը նաև հասել է նրան, որ քիչ առաջ այստեղից փոխնախագահի աթոռը զբաղեցնող մարդը Սրբազանի շինծուգործը համեմատում է Ուսամա Բեն Լադենի հետ։ Իմիջիայլոց Ուսամա Բեն Լադենի ահաբեկչությունից զոհվել են գրեթե 3000 մարդ, իսկ քաղաքացիական պայմանագրի իշխանության վարած քաղաքականության արդյունքում զոհվել է դրանից մոտ 2000 ավել մարդ։ Ուսամա Բեն Լադենին սպանել են ու շպրտել են մի տեղ օվկիանոսում առանց գերեզման թողնելով։ Քաղաքացիական պայմանագիրը մինչև հիմա իշխանության է։ Ուզում եմ հիշեցնել, որ նույնիսկ Ուսամա Բեն Լադենի զուգարանում սպանված ընդդիմախոսի մարմին չեն գտել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դեռ ազատության մեջ է։ Պարոն Ալեքսանյան, այդ զուգարանի դեպքը հիշելուց առաջ ամեն անգամ հիշեք Պրոշյանում Սոնա Մնացականյանի դեպքը, երբ որ երկրի ղեկավարը տեսնում է, որ կինը ընկած է գետնի եւ նույնիսկ բուժօգնություն չեն ցուցաբերում։ Քաղաքական հետապնդումներ, գաղտնի նկարահանումներով ու զանգվածային գաղտնալսումներով մասնավոր կյանքի անձեռնմխելիության համատարած խախտումներ, ոստիկանական ուժի անհամաչափ կիրառություն ընդդիմախոսների նկատմամբ, դատական համակարգի կախվածություն իշխանությունից, կալանքի անհամաչափ կիրառություն, խնդիրներ խոսքի ազատության ոլորտում։ Այս ամենը թվարկելով Լիլիթ Գալստյանը իր ելույթում հայտարարեց անպատժելիության մթնոլորտ է երկրում կատարվողը աղերս չունի ժողովրդավարության եւ իրավական պետության հետ։ Հղում արեց միջազգային գնահատականների։ Նախընտրական շրջանում ընդդիմադիր առաջատար ուժերի առաջնորդների կալանավորումներն ու քրեական հետապնդումները Դաշնակցության գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյան, Սամվել Կարապետյան, Չալաբյան, Թևանյան, Ծառուկյան ինչ են, եթե ոչ ակնհայտ քաղաքական բռնաճնշումներ եւ հալածանքներ, որոնք իրենց բացասական հետևանքները ունեցան ընտրական արդյունքի վրա։
Քաղաքացիական պայմանագրից Ալխազ Ղազարյանը Լիլիթ Գալստյանից փաստ պահանջեց։ Միջազգային որ կառույցն է փաստել, որ Հայաստանում քաղաքացիալներ կան։ Փաստացի ձեր իշխանության օրոք է փաստվել, որ Հայաստանում եղել են քաղբանտարկյալներ։ Համենայն դեպս նման փաստ հիմա դուք չեք կարող ներկայացնել։ Լիլիթ Գալստյանը հղում արեց քաղաքական բանտարկյալի չափանիշները սահմանող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևին, որ տարիներ առաջ է ընդունվել։ Հայաստան խմբակցությունը ղեկավարող Աննա Գրիգորյանը հայտարարեց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը երկակի ստանդարտներով է իրականացվում։ Նիկոլ Փաշինյանը կարող է ամբիոնին կանգնել ասել. ես ձեզ սիրում եմ, խոնարհվում եմ ձեր առաջ, բայց վստահաբար դա բացառապես այն մարդկանց է վերաբերում, ովքեր իր համակիրներն են։ Որտեվ երբ որ պտտվում ու տեսնում է, որ իր համակիրը չի, ասում է դու ինչու չես զոհվել։ Ես դες հələ կսատկացնեմ, գետնին կպարկացնեմ։ Մինչ ընդդիմադիրները պնդում էին Գալստյանը բոլորի շահերն է պաշտպանելու, իշխանության մի շարք ներկայացուցիչներ քննադատում էին դաշնակցական թեկնածուին, նրանց թվում Արփի Դավոյանը։ Դուք պաշտպանում եք Գալստանյանին, դուք պաշտպանում եք կուսակրոնության ուխտը խախտած մարդուն, անունը չեմ տալի, որ մի քանի հոգի չոգևորվեն, չթխկացնեն։ Էտա այս հանձնաժողովը պիտի պաշտպանի նաև ձեր նման աշխարհայացք ունեցող մարդկանց։ Ընտրել չընտրելու որոշումը իշխանությունը կկայացնի, երբ ավարտվեն բոլոր 12 հանձնաժողովների նախագահների թեկնածության քննարկումները։ Եվս 3-ինը դեռ առջևում է։ Եթե իշխանությունը իր թեկնածուներին ընտրելու համար ընդդիմության ձայների կարիքը չունի, ապա առանց քաղաքացիական պայմանագրի աջակցության ընդդիմադիրները չեն կարող ընտրվել։ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու իրավունքը քաղաքացիական պայմանագրինն էր։ Նրանց թեկնածուն Լուսինե Բադալյանն է։ Այսօր հանգուցալուծվեց այս օրերի ինտրիգներից մեկը։ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմադիր ուժեղ Հայաստանը առաջադրեց արցախցի Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։ Համոզված եմ, որ հանձնաժողովը չպետք է դառնա խորհրդարանում գործադիր իշխանության շարունակություն։ Ոչ էլ միջանձնային և միջկուսակցական պայքարի ևս մեկ հարթակ։ Ես այն տեսնում եմ որպես պրոֆեսիոնալ խորհրդարանական կառույց, որի գործունեությունը պետք է առաջին հերթին ծառայի Հայաստանի Հանրապետության շահերին։ Վարչապետի հայտարարությունից ընդամենը օրեր անց, թե իր անձնական պատասխանատվությունն է բանակում տիրող իրավիճակը, կրկին զինվոր մահացավ։ Վիճակագրությունը միայն վատթարանում է, օգոստոսն է արդեն 12-րդ մահն է։ Վերջին օրերին զինված ուժերում պաշտոնանկություններ են, բայց ոչ նախարարի, նրա աշխատանքից վարչապետը գոհ է, իրավապաշտպանները մինչդեռ առաջինը հենց Սուրեն Պապիկյանի անունն են տալիս։ 12 զինծառայողի մահ, 8 ամսում և 4 պաշտոնանկություն։ Խաղաղ պայմաններում բանակում չդադարող մահերի ու խորացող խնդիրների շուրջ քննադատությունից հետո վարչապետ Փաշինյանն անցած շաբաթ պատասխանատվության սլաքներն ուղղեց ռազմական ոստիկանապետի և բարոյահոգեբանական վարչության ղեկավարի ուղղությամբ։ Այո, անհատական պատասխանատվություն պետք է լինի։ Արդյունքում աշխատանքից ազատվեց ռազմական ոստիկանապետի պաշտոնը շուրջ 6 տարի զբաղեցրած Աշոտ Զաքարյանը, նրան փոխարինեց նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ Նախօրեին պաշտոնանկ արվեց նաև բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Սերյոժա Ստեփանյանը։ Նախարար Սուրեն Պապիկյանը հրաժեշտ տվեց նաև իր երկու խորհրդականներին՝ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին։ Վարչապետ Փաշինյանն ի սկզբանե էր փակել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի փոփոխության հարցը, նրանց պատասխանատու չհամարելով բանակում չդադարող մահերի համար։ Իմ գնահատականը այն չէ, որ այս իրադրությունում գլխավոր շտաբի պետը եւ պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում այդ խնդիրը լուծելու համար։ Ինչ կփոխվի բանակում նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին ռազմական ոստիկանապետ նշանակելով, ինչ բարեփոխումներ նա կարող է իրականացնել զինված ուժերում։ 60-ամյա Հովհաննիսյանը, որ 90-ականներին իր կարիերան սկսել է Արտաշատի ոստիկանության բաժնում որպես միլիցիոներ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարության տարիներին բարձր պաշտոններ է զբաղեցրել նախ Արարատի մարզային վարչությունում, ապա ավելի ուշ Երևանում։ Հովհաննիսյանի պաշտոնական լուրջ առաջխաղացումները սակայն սկսվել են 2018-ի հեղափոխությունից հետո։ Հովհաննիսյանը հետհեղափոխական Հայաստանում նախ զբաղեցրեց Արմավիրի ու Կոտայքի մարզային վարչության պետերի պաշտոնները։ 2020-ից արդեն ոստիկանապետի առաջին տեղակալն էր։ Շատ չանցած 2023-ին նշանակվեց Հայաստանի ոստիկանապետ։ Իդեպ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ 2022-ին Արամ Հովհաննիսյանը նախագահի կողմից ստացավ ոստիկանության գեներալ-մայորի կոչում։
Արամ Հովհաննիսյանը աչքի ընկավ հատկապես 2024-ին սրբազան շարժման ժամանակ, երբ ոստիկանությունը Բաղրամյան Դեմիրճյան խաչմերուկում ցուցարարների դեմ հատուկ միջոց կիրառեց, որի հետևանքով շուրջ 100 մարդ վիրավորվեց։ Քաղաքացիներից մեկը լուսաձայնային նռնակի պայթյունից անգամ կորցրել էր ձեռքի 3 մատները, ստացել բեկորային վնասվածքներ ու այրվածքներ։ Իրավապաշտպանները այն ժամանակ պնդել էին, որ ոստիկանությունն այդ օր արգելված Զարյա 3 հատուկ միջոց է կիրառել։ Իրավապահները սակայն գաղտնի էին պահում այս տեղեկությունը։ Բարձրացված աղմուկից հետո արդեն առողջապահության նախարարի հրամանով Զարյա 3-ի կիրառումը թույլատրվեց, ինչպես իրավապաշտպաններն էին նկատել, այդ կերպ սրբագրելով թույլ տրված ապօրինությունը։ Արամ Հովհաննիսյանն ինքն էլ այդ իրադարձություններից հետո չէր հերքել, որ հունիսի 12-ին Զարյա 3 են կիրառել։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ոստիկաններին, ովքեր հենց հիմա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրենց պարտականություններն են կատարում եւ ինչպես նախկինում հետագայում էլ առավել սկզբունքայինները իրենց աշխատանքի դրական գնահատականը կստանան։ Չնայած վարչապետը 2024-ի ամռանն այս գործողությունների համար ոստիկանությանը շնորհակալություն էր հայտնել, նրանց քայլերը որակելով իրավաչափ եւ պրոֆեսիոնալ, 1 տարի անց Փաշինյանի որոշմամբ Արամ Հովհաննիսյանը հեռացվեց ոստիկանապետի պաշտոնից։ Մամուլը տարբեր պատճառների մասին էր գրել, ներառյալ կոռուպցիոն որոշ երևույթների։ Հետքը մասնավորապես գրել էր, որ Հովհաննիսյանի որդին սեփականաշնորհել է ոստիկանության կողմից օգտագործվող կայանատեղիի տարածքը, ապա զավթել է Երևան համայնքի հողամասը, ապօրինի շինարարություն արել, որը հետագայում օրինականացվել էր։ Իդեպ նորանշանակ ռազմական ոստիկանապետի որդին նաև ՔՊ նախընտրական ցուցակում էր ընդգրկված։ Տակավին վերջերս Արամ Հովհաննիսյանի անունը կրկին հայտնվեց մամուլում, երբ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին Նիկոլ Փաշինյանն այցելեց Արամ Հովհաննիսյանի հայրենի Արտաշատ։ Այնտեղ Փաշինյանի ուշադրությունը գրավել էր մի շենք։ Վարչապետը հետաքրքրվել էր, թե դա ինչ է։ Արտաշատի քաղաքապետն անկեղծացել էր, որ այդ շենքը պատկանում է նախկին ոստիկանապետ Հովհաննիսյանին, չգիտակցելով, որ ուղիղ եթերում են։ Էս ինչ շենք, հա? Կարնիվորը։ Երկու տարբեր շենքեր է, սեփականատերերի, այս Ուգլինը Հովհաննիսյան Արամեսն էր, ոստիկանապետը։ Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը երկար անգործ չմնաց։ 1 տարի անց արդեն ռազմական ոստիկանապետի պաշտոնում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր նրան ներկայացրեց ռազմական ոստիկանության անձնակազմին։ Տարածված տեսանյութում սակայն խոսքեր չեն հնչում, այն ուղեկցվում է միայն երաժշտությամբ։ Բանակում տիրող իրավիճակի պատճառով սուր քննադատությունների թիրախում հայտնված ռազմական գերատեսչությունը պաշտոնակություններին զուգահեռ նախորդին նաև վստահեցրել է, մեջբերում է բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում։ Վարչապետ Փաշինյանը օրերս զինված ուժերում երիտասարդների իրար հաջորդող ինքնասպանությունների մի քանի պատճառ էր ներկայացրել՝ խաղամոլություն, անձնական խնդիրներ եւ քրեական ենթամշակույթ, խոսելով դիրքում քնելու պատճառով զինծառայողի նկատմամբ կիրառվող ճնշումների մասին։ Եվ ով որ արձանագրվում է, որ դիրքի ժամանակ քնելը իրա նկատմամբ զինվորները դա քրեական ենթամշակույթ է, այս դեպքում անվտանգային ինչ որ գերճնշում է, արհամարանքի եւ մեկուսացման են ենթարկում եւ դիրքից իջնելուց հետո տեղի է ունենում որոշակի բան մեկուսացում, գղզիացում եւ այլն, հոգեբանական ճնշում եւ այլն եւ այսպես շարունակ։ Արդյոք զինված ուժերում կատարված պաշտոնակություններն ու հայտարարված քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքարը արդյունք կտա։ Ես չեմ հասկանում դրանով ինչ փոփոխություն է կատարվելու բանակում։ Զինված ուժերում արկա խնդիրների, բռնությունների ու չդադարող մահերի մասին տասնամյակներ շարունակ բարձրաձայնող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը չի հասկանում, ինչու փոխեցին հենց ռազմական ոստիկանապետին եւ ինչ է նա փոխելու բանակում։ Իրավապաշտպանի համոզմամբ վարչապետ Փաշինյանը պետք է այս հարցի պատասխանը տա։ Ինչ ուղղակի առնչություն ունի մահվան դեպքերի հետ ռազմական ոստիկանության պետը։ Երկրորդ, եթե անհրաժեշտություն եք գտել փոխելու, գոնե հեղինակություն ունեցող մեկին պետք է վերցնել այդ պաշտոնին։ Իրավապաշտպանի համոզմամբ բանակում զինվորների մահերը կանխելու համար նախ եւ առաջ պետք է լինի խստագույն վերահսկողություն եւ կարգապահություն։ Բացի այդ, զորամասի հրամանատարը ցանկացած նման դեպքում պետք է իմանա, որ լուրջ պատասխանատվության է ենթարկվելու։ Եթե մահվան դեպք է տեղի ունենում եւ նախարարը չի գնում զորամաս, որը շատ մեծ ազդեցություն կարող է թողնի այդ մթնոլորտի վրա, այդ զինծառայողների սպայակազմի վրա, նա պարտավոր է դա անել, բայց երբեք չի անում, չէ՞։ Մենք չենք տեսել ոչ Ազատի դեպքում է գնացել եւ ինչքան կարող է Նիկոլ Փաշինյանը իր փոխարեն խոսի։ Զինված ուժերում չդադարող մահվան դեպքերը իրավապաշտպանի համոզմամբ վկայում են մեկ բանի մասին՝ իրական բարեփոխում բանակում այդպես էլ տեղի չի ունենում, չնայած իշխանության շարունակական հավաստիացումներին։
Կալանավորումից 3 ամիս անց ավարտվել է Մայր Հայաստան կուսակցության առաջնորդ Բարգավաճ Հայաստանի ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի գործով նախաքննությունը։ Նա չի ընդունում լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով մեղադրանքը։ Այսօր ավարտվել է նաև Թևանյանի գործով անցնող նախկին պատգամավոր Արեգ Նազմանուկյանի գործի նախաքննությունը։ Նա էլ մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու հոդվածով։ Առաջիկայում դատարանի առջև կկանգնի նաև Ավետիք Չալաբյանը, ընդդիմադիր Հայաքվե նախաձեռնության համակարգողն էլ մեղադրվում է ընտրակեղծարարության հոդվածով։ Ըստ իրավապահների նա հանդիպել է Ռուսաստանի պաշտոնյաների հետ ու փորձել ուժեղ Հայաստանի օգտին ընտրողների բերել Հայաստան։ Երեքն էլ մեղքը չեն ընդունում, այսօր Արեգ Նազմանուկյանին ու Անդրանիկ Թևանյանին տեղափոխել են քննչական կոմիտե ծանոթացնելու նախաքննության ավարտին։ Ըստ էության նախաքննության ավարտ հայտարարվեց, դա նշանակում է, որ գործը տեղափոխվելու է արդեն դատարան, եթե դատախազը հաստատի մեղադրական եզրակացությունը, հետագա արդեն պրոցեսները գնալու է դատարանում, մեղադրանքը ըստ էության նույնն է, չի փոխվել, կրկին պետական դավաճանությունն է լրտեսության եղանակով եւ խոսքը վերաբերում է պետական գաղտնիք ապօրինի հավաքելու եւ օտարերկրյա համապատասխան մարմնին ներկայացնելու նպատակով թարգմանելու։ Ընդամենը մեղադրանքը սա է։ Պարոն Թևանյանը չի ընդունում մեղադրանքը, գտնում է, որ ամբողջը քաղաքական հետապնդում է եւ մեղադրանքի վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտեց, որ ամբողջ շարժառիթը քաղաքական է, որևէ իրավական պրոցես չկա։ Իսկ զուտ այնքանով որքանով մենք տեղյակ ենք վարույթի նյութերին այս փուլի հետ կապված, կարող եմ պնդել, որ միանշանակ հիմնավորված չէ մեղադրանքը, չկա որևէ ապացույց, որ մենք առհասարակ գործ ունենք պետական գաղտնիքի հետ։ Հետևաբար մեղադրանքը ըստ իս հիմնավորված չէ որևէ առումով, մնացածը արդեն դատարան, երբ որ փոխանցվի նախաքննական գաղտնիքի ռեժիմից մենք դուրս գանք, ավելի ազատ կներկայացնենք, թե առհասարակ ինչի մասին է խոսքը։ Ազատությանն է դիմել Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի աշխատակիցը, պնդելով, որ նորանշանակ թաղապետը փորձում է իրեն հեռացնել աշխատանքից։ Ազատման դիմում ստանալու համար վարչական շրջանի ղեկավարը ըստ աշխատակցի նկատողություններով է ճնշում գործադրում։ Այս ռեպորտաժն էլ մի դիտողության պատճառ է դարձել։ Խնդրում եմ, հորդորում եմ համապատասխան մարմիններին, գործադիր, օրենսդիր, օրենքներում կատարել տվյալ փոփոխությունները, որ համայնքային ծառայողը իմանա, որ ինքը պաշտպանված չի։ Մալաթիա Սեբաստիա թաղապետարանի պաշտոնյան Նվարդ Նազարեթյանը պնդում է, վարչական շրջանի նորանշանակ ղեկավարն իրեն պաշտոնից ազատելու ապօրինի գործընթաց է սկսել։ ԿՊԱ-ական Սաշա Կատվալյանը մեկ ամիս է ինչ ղեկավարում է այս վարչական շրջանը։ Դա որևէ օրենքով ասված է, որ այո, ղեկավարը գալիս է, ինքը ուզում է փոխում է, չի ուզում չի փոխում։ Նվարդ Նազարեթյանը թաղապետարանի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետն է։ Սաշա Կատվալյանի պաշտոնավարման 9-րդ օրը նրա աշխատակազմի քարտուղարի տեխնացուն, որ դեռ նշանակված էլ չի եղել, Նազարեթյանին փոխանցել է ԿՊԱ-ական թաղապետի հորդորը, դիմում գրի գնա, իր հետ աշխատել չեն ուզում, պատմում է Նվարդ Նազարեթյանը։ Իմ հարցին թե ինչ հիմնավորումով ասաց, որ գործելավոճի տարբերություններ են։ Դրանից հետո, 2 օր հետո, դա ուրբաթ օր էր, 2 շաբթի թե 3 շաբթի, հիմա կոնկրետ չեմ հիշում, ինձ իր մոտ հրավիրեց վարչական շրջանի ղեկավարը եւ ասաց, որ չի ուզում իմ հետ աշխատի։ Իմ այն հարցին թե ինչ հիմնավորումով, ասաց դե տարբեր գործելավոճեր ունենք, մաստը չի բռնում։ Ազատման դիմում չի գրել ու օրեր անց ԿՊԱ-ական Կատվալյանն ընդհանուր բաժնի ղեկավարից գրավոր բացատրություններ է պահանջել փաստաթղթերում վրիպակների համար։ Երբ ես հրաժարվեցի դիմում գրելուց, ես լսել եմ պատասխան, որ կխոսենք ձեր հետ գրավոր։ Այսինքն ծանոթություններով, բացատրություններով, այս կարգով, որը տանում է դեպի կարգապահական տուժի կիրառման։ Նորանշանակ Կատվալյանը Ազատության հետ զրույցում հերքեց, որ պահանջել է դիմում գրել, բայց ասաց թերացումներ է նկատել ու չի պատրաստվում դրանք հանդուրժել։ Օրինակ, փաստաթղթերում վրիպակներից է ազդված ու բնակիչների համար նախատեսված աթոռներից, որ վատ վիճակում են։ Ինքը ասել է, ես չեմ գրում, ես ասել եմ, եթե դուք մտածում եք սիրուն ձևով, ձեր այդքան սխալներից հետո դուք ասում եք չեք գրում ու այդ ձևով պիտի շարունակվի, այսինքն վարչական շրջանի ղեկավարի կողմից պիտի գրությունները դա տարբերողակտեն սխալ, իսկ քաղաքապետարան զանգեն ասեն քանի անգամ պիտի զգուշացնենք օրինակ, որ այս գրությունը սրան չուղարկեք, այս մարդուն չուղարկեք, այս մյուս մարդուն պիտի ուղարկեք։ Չի կարաբեր աշխատանքը նման ձև շարունակվի։ Այսինքն ինչ է նշանակում, ես պիտի կարմիր գրիչը վերցնեմ ձեռքս,
ամեն օր իր գրությունները ուղեմ, հետ ուղարկեմ իրան։ Վրիպակները չհանդուրժող ղեկավարը աշխատակցից բացատրություն է պահանջել վրիպակներով։ Վրիպակ բառի փոխարեն էլ վիպակ է գրել։ Սեփական դիմումով հեռանալու պահանջը մերժած Նվարդ Նազարեթյանը պնդում է, տեքստերը սրբագրելու գործն իր լիազորությունը չէ։ Պաշտոնի անձնագրում, որ Ազատությանն էլ է ցույց տվել, չկա այդպիսի պահանջ։ Այն, որ ամբողջ վարչական շրջանի գրությունները պետք է սրբագրի մի աշխատակից, դա արդեն դեմ է, եւ իմ պաշտոնի անձնագրում չկա նման գործառույթ։ Կատվալյանն այս վարչական շրջանը կես տարով ղեկավարել է նաև 2022 թվականին, ու այն ժամանակ էլ մամուլում գրվեց նրա կադրային ջարդի մասին։ 1-2 օրվա մեջ, երբ որ մարդը 6 հատ սխալ է անում, հետո դրանից հետո էլի անում, հետո էլի անում։ Ես չեմ պատասխանում նման աշխատանքով որևէ մարդու անդուրժը։ ՔՊԱ-կան նորանշանակ ղեկավարը, որ վստահեցնում է, թե աշխատանքային թերացումներից է զայրացած, 3 Նազարեթյանին արգելեց մասնակցել Թաղապետարանի գործակարգավարական նիստին, երբ տեղեկացավ, որ շենքից դուրս զրուցում է լրագրողի հետ։ Ընդմիջման ժամին էր Նվարդ Նազարեթյանը մեզ պատմում այս մեկ ամսվա զարգացումների մասին։ Հետո շտապեց գործակարգավարական նիստին ու մենք դեռ չէինք հեռացել, վերադարձավ։ Եվ ստացա պատասխան, որ եթե հերթը հասել է արդեն լրագրողներով հարցերին լուծում տալուն, ձեր հետ կխոսվի միայն գրավոր։ Դուք օրինակ ինչի նրան չեք թողել նիստին մասնակցի։ Դա կլինի, ես որոշեմ, ինչի չեմ թողել։ Մեր հարցազրույցից հետո մինչև օրվա վերջ Նվարդ Նազարեթյանը նկատողություն ստացավ պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հիմնավորմամբ։ Այսօր Նվարդ Նազարեթյանը դիմել է, որ ծառայողական քննությամբ պարզեն, արդյոք ղեկավարի նկատողությունը հիմնավոր է։ Ես դա բողոքարկելու եմ իրավապահ մարմիններին, այսինքն դատական կարգով անվավեր ճանաչելու համապատասխան իրավական ակտը։ Նվարդ Նազարեթյանը, որ վերջին 3 ընտրություններում քաղաքացիական պայմանագրի առաջադրմամբ տեղամասային հանձնաժողովի նախագահն է եղել, մինչև անձամբ այս խնդրին բախվելը կարծել է, թե համայնքային ծառայողները պաշտպանված են։ Դեռ հույս ունի, որ վերադաս մարմինները, Երևանի քաղաքապետարանն ու տարածքային կառավարման նախարարությունը ԿՊԱ-կան պաշտոնյային դիմադրող աշխատակցի իրավունքները կպաշտպանեն։ Վստահ եմ նաև, որ համապատասխան բարձրաձայնման դեպքում կլինի համապատասխան վերաբերմունք, որովհետև այն գաղափարներ, որ առաջ է քաշում այսօր մեր պետությունը, իշխանությունը, վստահ եմ, որ սա անհարիր է։ Միջազգային լրահոսից Իրանն ու Միացյալ Նահանգները համաձայնության չեն գալիս Հորմուզի նեղուցը դեռ փակ է միլիարդների վնաս հասցնելով համաշխարհային տնտեսությանը։ Ամերիկյան նավատորմը ոչ միայն մտադիր չէ հեռանալ տարածքից, այլև պատրաստվում է նեղուցը հռչակել ամերիկյան տարածք։ Թեհրանը կոշտ պատասխան է խոստանում։ Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի պայմանները, զգուշացրել է Իրանի խորհրդարանի խոսնակը։ Թեհրանի գլխավոր բանագնաց Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նշել է, որ այդ պայմանները ներառում են նաև Իրանի նկատմամբ ծովային շրջափակման եւ պատժամիջոցների վերացումը։ Եվ թույլ տվեք հստակեցնել, նեղուցը չի վերաբացվի, մինչև Ամերիկան չկատարի իր ստանձնած պարտավորությունները, ներառյալ սառեցված ակտիվների ապասառեցումը, նավթային պատժամիջոցների վերացումը, բոլոր ճակատներում սպառնալիքների եւ ռազմական գործողությունների դադարեցումը, ինչպես նաեւ այլ պայմաններ, որոնց Ամերիկան համաձայնել է փոխըմբռնման համաձայնագրով։ Մինչ Թեհրանը հայտարարում է, որ Հորմուզը դեռ փակ կմնա, ԱՄՆ նախագահը նեղուցի քարտեզ է հրապարակել սոցցանցում, որում ջրային այս կարևոր ուղին նշված է որպես ԱՄՆ նոր տարածք, թեև այն Իրանի եւ Օմանի ջրերում է գտնվում։ Անցած շաբաթ էր Դոնալդ Թրամփը հայտարարել, որ շուտով Հորմուզը ամերիկյան տարածք կհռչակի։ Երեկ նաեւ լրացել է ԱՄՆ-ի եւ Իրանի միջև 60-օրյա հրադադարի ժամկետը, որի ընթացքում կողմերը հունիսին ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն պետք է բանակցեին պատերազմին վերջ դնելու համար։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի պատրաստվում երկարաձգել այդ ժամկետը։ Դոնալդ Թրամփը նաև ասել է, որ Իրանը պետք է հանձնվի, ապա պնդել, թե Իրանը պատրաստ չէ այնպիսի համաձայնության, որն անհրաժեշտ է համարում Վաշինգտոնը։ Նրանք ուզում են գործարք կնքել, բայց մտադիր չեն կնքել այնպիսի գործարք, որը ես եմ անհրաժեշտ համարում։ Տեսեք, մենք այստեղ ենք մեկ պատճառով։ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ եւ չի ունենա։ Հակամարտությունը կարգավորելու միջնորդական ջանքերում ակտիվ ներգրավված Կատարն իր հերթին հայտարարել է, որ միջնորդները սպասում են Իրանի եւ Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնությանը, նախքան կվերադառնան Իրանի եւ ԱՄՆ-ի միջև ավելի լայն բանակցություններին։ Արտգործնախարարության խոսնակը նաև ասել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ համաձայնությունը կհեշտացներ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև բանակցությունների վերսկսումը։
is an agreement on the opening of the Strait of Hormuz. Կատարը կցանկանար տեսնել Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ համաձայնագիր։ Ես կասեի, որ Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնագիրը զգալիորեն կնպաստի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունների վերսկսմանը։ The United States and Iran. Ում ինչ միջնորդները համաձայնություն են ակնկալում Հորմուզի շուրջ, Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ պատերազմում ԱՄՆ-ի նպատակն էր ստիպել Իրանին, որ հանձնվի, ինչին ԱՄՆ-ն չկարողացավ հասնել։ Աբբաս Արաղչին պնդել է, թե Վաշինգտոնը մեջբերեմ հիմա աղաչում է, որ Թեհրանը թեկուզ իր պայմաններով նստի բանակցությունների։ Իրանի գլխավոր դիվանագետը նաև ԱՄՆ դաշնակից Իսրայելին մեղադրել է Իրանի շուրջ դիվանագիտական ջանքերն ակտիվորեն սաբոտաժի ենթարկելու համար։ Արաղչիի խոսքով Իսրայելն ԱՄՆ-ի հետ երկարատև հրադադարի համաձայնագրի գլխավոր խոչընդոտն է։ Սիոնիստական ռեժիմը եղել եւ մնում է փոխըմբռնման հուշագրի իրականացման ամենամեծ հակառակորդն ու խոչընդոտը։ Նրանք ամեն ինչ արեցին նման համաձայնագրի կնքումը կանխելու, այս համաձայնագրի ձախողման եւ դրա իրականացմանը խոչընդոտելու համար։ Իսկ այս ընթացքում Իսրայելը շարունակել է արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված եւ Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլայի դեմ ռազմական գործողությունները Լիբանանի հարավում։ Իսրայելական ուժերը ավիահարվածներ են հասցրել Ալ-Մանսուր քաղաքին ու մոտակա բնակավայրերին։ Իսրայելը նաեւ ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում գտնվող Աբու Ալ-Դուհիրի ռազմական օդանավակայանին։ Զոհերի մասին չի հաղորդվում, վնասվել են ենթակառուցվածքներ։ Սիրիան խստորեն դատապարտել է Իսրայելի գործողությունները, դրանք որակելով ագրեսիայի չարդարացված ակտ, որն ակնհայտորեն խախտում է Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ սպառնում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։ ԱՄՆ-ն խորը մտահոգություն է հայտնել սիրիական ռազմաբազային հարվածելու կապակցությամբ։ Թուրքիայում ԱՄՆ դեսպան եւ Սիրիայի ու Իրաքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարակը սոցցանցում գրել է, որ այդ հարվածները մեջբերում են անտեղի սրացում են, որը չի նպաստում տարածաշրջանային կայունությանը։ Համաձայնություն չի նշмарվում նաև ռուս-ուկրաինական ճակատում Խարկովում ռուսական հրթիռի հարվածից 10 մարդ է զոհվել, ուկրաինացիներն էլ մեծ թվով անօդաչուներ են ուղարկել Մոսկվա օդանավակայանները չեն գործել։ Ռուսաստանի պնդմամբ սա վերջին 2 տարվա ընթացքում մայրաքաղաքի ուղղությամբ ամենածավալուն հարձակումն էր։ Ադրբեջանը Ռուսաստանի դեսպանին կանչել է արտգործնախարարություն դժգոհելով ռուսական լրատվամիջոցներում հնչող, ինչպես Բաքուն է ձևակերպել, սադրիչ, վիրավորական եւ սպառնալից հայտարարություններից։ Ավելին, Ադրբեջանի նախագահի հասցեին գնահատականների հետքերով միջազգային հետախուզում է հայտարարվել Ռուսաստանի 3 քաղաքացիների՝ Մոսկվա 24 հեռուստաալիքի լրագրողի, տրանսպորտի նախարարի խորհրդականի եւ ռուս մեդիա փորձագետի նկատմամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խաթարմանը, սահմանադրական կարգի տապալման ուղղված կոչերի եւ ազգամիջյան թշնամանքի հրահրման համար։ Ռուսաստանն իր հերթին արտաքսել է Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավարին։ Հայաստան վերադառնանք եւ այն մասին, թե ինչպես է մարդը 1 տարի շարունակ ծանր հիվանդությամբ անուշադրության մատնվել, չի ստացել պետական աջակցություն, հայտնվելով ծայրահեղ վիճակում։ Այս պատուհանը բացեմ մի քիչ թող օդափոխվի։ Մասիսում ապրող 45-ամյա Արմեն Բեգլարյանն ասում է, վերջին անգամ մահճակալից վեր է կացել 1 տարի առաջ, լողացել ամիսներ առաջ, բեղտերևի հիվանդություն ունի, ողնաշարի ու հոդերի քրոնիկական բորբոքում, պատշաճ բուժում չստանալու հետևանքով արդեն ոտքերը գրեթե անշարժացել են, մատները փտում են, մեջքին վերքեր ունի, իսկ ցավազրկողները չեն օգնում։ Մոտերս вообще полный բան արեց, չէի կարող որ ծալի մոտերը, ելը полный պիտի դետեն սպարկած։ Մի տարիա պարկած։ Մի տարու ծավելա մի քիչ, Ծնողները, քույրն ու վերջին 2 խնամակալները մահացել են, ավելի քան 14 օր է միայնակ պարկած է տանը, մինչև Ֆրանսիայից ժամանեց միակ հարազատը, որը երկար չի կարող մնալ։ Նա մնաց մենակ, բացարձակ մենակ, ոչ մեկին պետք չէ, կարծում եմ հատկապես պետությանը։ Ես էլ երկար չեմ կարող մնալ, պետք է վերադառնամ։ Առաստաղից կախված պարանի օգնությամբ նախկինում կարողանում էր ձգվել ու գոնեմ նստել, իսկ հիմա ասում է ոտքերս քարանում են, կարիքներն էլ հոգում է անկողնում պարկած, ծայրահեղ դժվարությամբ հրաժարվեց ոտքերի վիճակը ցույց տալ, ասաց անհարմար է զգում, վաղուց չի լողացել։ Վաղ կարում է, ինձ խնամակալը օգնում էր, այս պարանը տրամարա, բռնում է, ինձ կողքից ինքը բռնում էր ես խադունոկով, հելնում է պիտի ուղիղ կանգնի խադունոկով բռնում է կարում է, որ գնում է զուքարան էլի, ես իմ ոտով
Երևանցի Անահիտ Նաղդալյանն ու իր ընկերներն են զբաղվում տղամարդու խնդրով։ Անահիտն ասում է, ուր ասես չեն դիմել պետական կառույցներից, հաշված անգամներ տնայցեր են արել, 4 սնունդ տրամադրել, բայց Արմենը չի կարողանում դրանք պատրաստել։ Ես զգուշացրել եմ, որ հարցը հրատապ է, մարդը մենակ է, անկողնային է, սոված է, ծարավ է եւ բոլոր այս հարցադրումներին ստացել եմ մի պատասխան, լրացրեք on-line դիմում եւ սպասեք պատասխանին։ Դա եղել է մոտավորապես 1 շաբաթ առաջ։ Խնամողը մահացել է, 2 շաբաթ տղան մենակ է։ Արմենն ու հայրը Արցախից են տեղահանվել։ Հայրը ծերանոցում է մահացել։ Մինչև այդ որդուն ինքն էր խնամում։ Մայրն ու քույրն ավելի վաղ են մահացել։ Պետական մարմիններն Արմենին Երևանի խնամքի կենտրոններից մեկն էին տարել։ Մոտ 1 տարի այնտեղ մնալուց հետո նա հացադուլ է հայտարարել եւ պահանջել տուն վերադառնալ։ Շատ բան չի պատմում, միայն պնդում է, պայմանները սարսափելի էին։ Ֆակտոր TV-ն այդ կենտրոնում նկարահանումներ է արել դեռ 2 տարի առաջ։ Այնտեղ ապրողները պատմել էին, որ ամիսներ առաջ են լողացել։ Գարշահոտության ու կեղտի մեջ են ապրել։ Կենտրոնի աշխատակիցը հերքել էր պնդումները։ Այդ կադրերում նաև Արմենն է երևում։ Դուք երբ եք լողացել վերջին անգամ։ Չգիտեմ։ Մի քանի ամիս առաջ ալա։ Անահիտն ասում է, հիմա կրկին պետությունն առաջարկում է Արմենին խնամքի կենտրոն տանել, բայց այս անգամ մեկ այլ։ Արմենը տեսածից ու ապրածից հետո չի ուզում գնալ։ Նույն հասկանում, ինձ ծերանոց բան դեղ չեմ ուզում, սենց էլ ապրել չեմ ուզում։ 45-ամյա տղամարդու 2 խնամակալներն էլ ապրելու տեղ չեն ունեցել։ Համաձայնել են բնակվել Արմենի հետ ու խնամել նրան։ Հաշմանդամության առաջին խումբ ունեցող Արմենի 69000 դրամ թոշակով ու նպաստով են ապրել։ Առաջին խնամակալի մահից հետո Արմենը 2 ամիս միայնակ է մնացել։ Անահիտն ասում է, այդ օրերին էլ են պետական մարմիններին դիմել, բայց ապարդյուն։ Հետո երկրորդ խնամակալին են գտել։ Նա էլ օրերս է մահացել եւ արդեն 2 շաբաթ Արմենը կրկին միայնակ է։ Պետական աջակցության խնդիրն է, որ մենք դիմում ենք սոցապի թեժգից եւ տվյալ մարդը հնարավորություն չունի on-line դիմում լրացնելու։ Ինքը չունի հնարավորություն սնունդին մոտենալու, իրան սնունդ պատրաստելու եւ շտապ օգնություն, որպես այդպեսին ինքը չի ստանում։ Անահիտ Նաղդալյանն ասում է, պետությունը պետք է Արմենին խնամակալ հատկացնի, որը ավելի երկար ժամերով կմնա։ Ասեցին ղեկավարի հետ քննարկում էի, ասեց, որ շաբաթական մի անգամ է տրամադրվում խնամքը եւ եթե շատ ծանր դեպք է 2 անգամ 2 ժամով, ինչը բավարար չի նման պացիենտների համար։ Եթե շաբաթական մի անգամով խնամող է գալիս 2 ժամ խնամում է, դա այնքան փոքր ծավալ է, որ կարող է դա էլ չլինել, այսինքն եթե չգա էլ, մեկը ոչ մի բան չի փոխվելու։ Սոցիալ նախարարությունից չեն ընդունում պնդումները, թե Արմեն Բեգլարյանն անտեսված է պետության կողմից։ Ասում են, նրան տարել են խնամքի կենտրոն, սակայն նա հրաժարվել է այնտեղ մնալ եւ վերադարձել է տուն։ Խնամակալության ծառայությունից եւս հրաժարվել է։ Արմենն էլ ազատությանն ասաց, այդ ծառայության ժամերը քիչ են։ Նա խնդրել է անծանոթ մարդկանց հետ ապրել իր տանը, որ շուրջօրյա խնամք ունենա։ Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատանքի ու ծառայությունների վարչության գլխավոր մասնագետ Մերինե Մեհրաբյանն այսօր ազատությանն ասաց, տնայցեր եղել են ըստ անհրաժեշտության եւ կարիքի։ Խնամքի ծառայության աշխատանքը պետությունը պատվիրակել է մասնավոր կազմակերպություններին։ Դրանցից մեկն էլ կզբաղվի Արմենի խնդրով, երբ տեղազատվի։ Իր կարիքը գնահատված է, բայց դեռևս գտնվում է ինքը հերթացակում եւ ես դեռևս այլ մանրամասներ չեմ կարող ձեզ տրամադրել, քանի որ կազմակերպությունը պետք է ինքը եւս իր սոցիալական աշխատողը գնա տնային այցելություն կատարի եւ ըստ խմբի համաձայն, որովհետեւ հստակ խմբեր կան առանձնացված, ըստ խմբի համաձայն արդեն ծառայության եւ հաճախականությունը եւ ժամային քանակը հստակ լինում։ Մեր նկարահանման պահին Արմենի տանն էր նաև Մասիսի տարածքային կենտրոնի միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչը ու կրկին համոզում էր, որ նա խնամքի կենտրոն գնա։ Անահիտ Նաղդալյանն էլ ասում է, մինչև այս ոչ մի սոցիալական աշխատող տղամարդու փաստաթղթերով անգամ չի զբաղվել, ինքն է դրանք կարգավորել։ Եթե չկա կամավոր, մարդը մնում է սովամահելինում։ Այսինքն կամավորները ապահովում են սնունդը, փաստաթղթերի հավաքագրումը, դիմում լրացնելը։ Պետական մարմինը կարծում եմ ինքը պետք է կազմակերպի, այսինքն մարդը զանգելով թեժգից պետք է իմանա, որ ինքը անմիջապես շտապ օգնություն պետք է ստանա պետական մարմիններից առանց միջնորդների, կամավորների ու այլ մարդկանց հույսին մնալու։ Արմենը ժամանակին արևելյան մարտարվեստով է զբաղվել, հիմա ոտքերն անգամ չի կարողանում շարժել, ցավերից հաճախ բղավում է, ասում է առողջական վիճակի պատշաճ գնահատում չի ունեցել երբևէ, միայն ցավազրկողներով է ապրում, այնքան, ինչքան կապրի։ Ես ոչ մի բան չեմ ուզում, արդեն ինձ փուլը, որ
Մտածում ես գնաս։ Չես ուզում։ Ուզում ես ապրես։ Չիլնում սենց։ Արդեն պատկերացնում ինչ պիտի լինի։ Մեռնելու եմ, ինչ պիտի լինի։ Ես իմ վրա ստեղ եմ ուզում մեռնել։ Ինձ համար տենիս լավ չկա։ 3 համակարգն աշխատեց ու էլի չաշխատեց։ Ասում է Անահիտ Նաղդալյանը, պնդելով, որ նախարարությունը պետք է փոխի իր մոտեցումը, որպեսզի Արմենի կարգավիճակում գտնվող մարդիկ շուրջօրյա խնամք ստանան իրենց տանը անվճար։ Եթերում այսքանը, իսկ օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցցանցերում կհանդիպենք։